Անամբեր սպասում ենք, թե ռադիոյով երբ պետք է հայտարարվի, որ պատերազմը կանգնի։ Երբ որ արդեն պարտվել ենք, ամեն երկրորդը չի ալարում ու ցեխ է շպրտում այդ բանակի վրա։ Բավականին նորմալ բանակ է, հատկապես Արցախյան հատվածը, մոտ պապիկի կերպար կա, այն որ բոլորին ջուր չի տվել։ Չգիտես ինչի բոլորի մոտ այդ նույն պապիկն է։ Արցախը եղել է մեր ամենակարևոր, ամենահիմնային հարցը։ Ունենք հիմա առանց Արցախ քայքայված համատանգային համակարգ, այսինքն մեղավոր եմ համարում շատ բանի համար, բայց ով կարող է պատկերացնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է այս հունով ընթանալ։ Արցախը հանձնել է հեղափոխության արդյունքում։ Կարպիս, ձեր հարցազրույցներում Արցախի թեման գրեթե միշտ շոշափվում է։ Դեմ չէիք նաև Արցախ TV-ի հարթակում այս մասին խոսել։ Ասացիք միշտ պատրաստ եք Արցախի թեմայի շուրջ զրուցել։ Հատկապես Արցախ TV-ի հետ։ Դե գիտեք, ինչ-որ առումով այդ Արցախի թեման ինձ համար մասնագիտական թեմա է։ Որոշ լրագրողներ խոսում են բնապահպանությունից, ինչ-որ մեկը կոռուպցիայից, հետաքննություն։ Ես էլ երևի թե մի փոքր այդ թեմայից եմ գլուխանում։ Մեծախոսություն չհնչի, դրա համար էլ իմ անբաժանելի թեման է ու միշտ արծարծվում է եւ ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է կարևոր, այլ նաեւ բարոյական, քաղաքական։ 2020 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, անմիջապես ճանապարհվեցիք Արցախ։ Որպես լրագրող, թե որպես զինվոր եք առաջնագծում։ Չգիտեի որպես ինչ եմ գնում, հետո որպես վերջնական արդյունք դարձա զինվոր, գնացի Ստեփանակերտի զինկոմիսարիատ, տաքայում վիճակ էի մոտ ու ես մի օր անցկացրեցի, պտտվում էի Արցախով, եղա Հադրութում, եղա Մարտունիում, հետո որոշեցի, որ ես պետք է գնամ ու գնացի զինկոմիսարիատ, հայտնվեցի մի ստորաբաժանման կազմում, որտեղ բոլորը արցախցիներ էին, մենակ ես էի երևացի, հետո կողքից էլի ուրիշ մարդիկ կային, բայց փաստորեն պատկանում է Ստեփանակերտի մոբին։ Ինչ էր տեղի ունենում ռազմաճակատում։ Պատերազմ։ Դուք եք մտածում, որ հաղթելու ենք։ Այդ ակնկալիքը կար։ Ոչ այնքան հաղթելու, ռազմական գործողությունը մեզ համար նպաստավոր արժանապատիվ ձևով գոնե վերջացնելու մասին ենք մտածում բոլորս։ Անամբեր սպասում ենք, թե ռադիոյով երբ պետք է հայտարարվի, որ պատերազմը կանգնի։ 3 անգամ հրադադարի մասին խոսք գնաց ֆրանսիական, ամերիկյան, ռուսական միջնորդություններով, բայց 3 անգամ մեծ ակնկալիք կա, որ պատերազմը կվերջանա, բայց 3 անգամն էլ չստացվեց։ Իսկ բանակի պատրաստվածության մասին ինչ կասեք։ Այո, այդ մասին շատ է խոսվել, բայց դուք անձամբ եք ռազմի դաշտում ու բանակի թեման իսկապես շատ շահարկված թեմա է, քաղաքական շահարկումների պատճառ է դառնում։ Մի կողմից գիտենք, որ ոչ վաղ անցյալում ինչ-որ անպարտելի, հաղթական, տարածաշրջանային գործոն որպես բանակ էր ներկայացվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իսկ հիմա, երբ որ արդեն պարտվել ենք, ամեն երկրորդը չի ալարում ու ցեխ է շպրտում այդ բանակի վրա, քաղաքական, պոպուլիստական հայտարարություններ են հնչում, ինչ մենք բանակ չենք ունեցել, դա ինչ էր թալանված բանակ էր։ Դա բավականին նորմալ, բավականին պատրաստված բանակ էր, որտեղ իսկապես կային այդ ցավոտ խնդիրները, կոռուպցիա կար, թալանել կար, ամեն ինչ կար, կազմակերպման խնդիր էլ կար, բայց այդ բանակը կարող էր դիմագրավել հակառակորդին, ինքը արժանապատիվ դիմագրավել է ու կարելի է ասել, որ պարտության գործում առողջի բաժինը ոչ այնքան պատկանում է բանակին, որքան ռազմաքաղաքական ղեկավարությանը, որքան քաղաքական ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այսինքն մեր բուն պատճառը պարտության են չի, որ բանակը լավ չի կռվել։ Խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարության նրա կայացրած որոշումների, տարիների տապալված դիվանագիտության
մեջը։ Մեր ամենաարդյունավետ ստորաբաժանումները կամավորները չէին, մոբը չէր։ Մեր ամենաարդյունավետ ստորաբաժանումները ժամկետային զինծառայողներն էին եւ իրանք նորմալ իրականացնում էին իրանք ծառայությունը, ամբողջ պատերազմի ծանրությունը իրանք վրա էր։ Այլ խնդիր է, որ քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումների հետևանքով կարելի ասել բանակը որպես միավոր կազմաքանդվեց եւ աստիճանաբար սկսվեց փոխակերպել կամավորական ստորաբաժանումների այդ սխալ որոշումների պատճառով վրա հասավ խոճապը, իսկ եթե գիտենք որ մի թեթև խոճապ է լինում, դրան հաջորդում է դասալքությունը, բավականին նորմալ բանակ է, հատկապես Արցախյան հատվածը, որ ավելի այնտեղ մեր ստորաբաժանումները ավելի կարգապահ են, այնտեղ ավելի ծառայությունը ավելի խիստ էր, այսպես։ Ձեր ջոկատում, ինչպես նշեցիք, միայն դուք եք Հայաստանից, բոլորը արցախցիներ էին։ Իրար լեզու չենք հասկանում սկզբից, այս կատակով ասում ես, բանը Արցախի բարբառը ոնց որ անգլերեն, ֆրանսերեն խառնուրդ լինի, բայց լավ է, այսինքն հիմա հայտնի միֆեր կան, չէ՞, արցախցիների վերաբերյալ, որ ասում եմ, մատ պապիկի կերպար կա, այն որ բոլորին ջուր չի տվել, չգիտես ինչի բոլորի մոտ այդ նույն պապիկն է։ Ես տեսել եմ միայն դրական հոգատար վերաբերմունք, դեռ էլ տարեց Ստեփանակերտի մարդիկ կային, որ մտածում են, որ բան է, Երևանցի խոխային մի բան չլինի հանկարծ, դե ես դե ինչ պատերազմի բան էլի, գիրու թղթի մարդ եմ ավելի շատ եւ բավականին խորթ էր այդ իրավիճակը, բայց կարողացանք գլուխ անել։ Բավականին լավ մթնոլորտն է, իհարկե այդ բոլոր թերություններն էլ կային։ Արցախցին ասում է պատերազմում չամիչ չեն բաժանում, բայց պատերազմում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ ու մարդիկ, որոնք փոխում են պատկերացումները այդ սարսափելի երևույթի մասին։ Ինչ խլեց պատերազմը ձեզանից ու ինչ տվեց։ Ինչ տվեց։ Իմ ամբողջ մտածողությունը եւ աշխարհայացքը ենթարկվեց վերանայման։ Ես կարողացա այդ պատերազմից հետո հրաժարվել իմ մի շարք գաղափարներից եւ ինչ որտեղ մտածողության մեջ սխալներ հայտնաբերել եւ հարմարվել նոր իրավիճակի։ Այլ բան է կողքից խոսել, այլ բան է տվյալ։ Այսինքն մտածողության դաշտում շատ բան փոխվեց եւ հասկացա թե մենք որպես հասարակություն ինչ կոպտագույն սխալներ են գործել մեր մտավոր շրջանակների ինտելեկտուալ շրջանակները երբեմն միֆերի դեմ պայքարը քննադատությունը շատ ավելի կազմաքանդող էր երբեմն պաշտամունքը կույր հայրենասիրությունն էր ավելի կազմաքանդող այսինքն բոլոր հավասարակշռությունը մենք կորցրել ենք եւ իհարկե դա շատ վատ հետևանքների բերեց իսկ ինչ խլեց ու Արցախը էլ չկա դա Եվ հայց պատմության մեծագույն կորուստներից մեկն էր, որը ըստ պատշաճի չի գնահատվում, բայց իստում է ժամանակը գա, որ կգնահատվի։ Հոգեբանական իրավիճակը աղետի ժամանակահատվածում գտնվող մարդիկ երբեմն չեն հասկանում աղետի մասշտաբները եւ հաջորդ սերունդներն են գլխի ընկնում, թե ինչ են կորցրել։ Բնականաբար դա չի կարող անհետևանք մնալ, ուշքանը ուզենան թեման փակեն, դրա մասին չխոսեն, այլևս նորաձև չլինի, բայց այդ թեման չի փակվել, դրա մասին շարունակելու են խոսել, շարունակելու են քննարկել։ Իսկ մինչև պատերազմը Արցախում հաճախ եք լինում։ Քիչ եմ եղել։ Դա ի դեպ իշխանական քարոզչություններից է, քարոզչաձևերից մեկն է, ասում են դե բանը, մարդիկ կան, չէ՞ մարդիկ, որ Ղարաբաղում չեն եղել, ասում են Ղարաբաղում քանի անգամ ես եղել, խես խոսում։ Դե ասում եմ դե հիմա Տաշիրը չեմ եղել, Տաշին էլ հանձնեք։ Գորիսում էլ 2 անգամ եմ եղել, Գորիսն էլ հանձնեք։ Հաճախ չեմ եղել։ Մի քանի անգամ բարեկամների զինվորական երթման արարողությունների եմ եղել, բայց մի անգամ էլ արդեն այսօրվա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ ենք եղել ու ամբողջ բնակավայրերով շրջել ենք Արմեն Գրիգորյանի հետ Մարտունի, Հադրութ, եւ Ստեփանակերտ, Շուշի եւ այլն։ Իսկ հիմա երբ մտքով գնում եք Արցախ, ավելի շատ լավ թե ծանր օրերն եք հիշում։ Իհարկե լավ։ Այդ նկարները ունեմ հաճախ նայում։ Ռազմաճակատի նկարները, Ստեփանակերտից նկարներ,
Շուշին, վերջը ես շատ սիրում էի Մարտունին։ Մարտունի քաղաքն է շատ դուր գալիս։ Դա փոքր քաղաք է, մի քարե Շուշ պատտվող, բայց Ծանոթ եք տեղանքին հա, դրա տեղանքին համար։ ծանոթ է, շատ է դուրս գալիս։ Հասցրել եք լինել Արցախի տեսարժան վայրերում։ Գրեթե ամենտեղ եղել եմ։ Մանրամասն պատտվել եմ Արցախում, եւ ամեն ինչ հետ կապված ջերմ հիշողություններ կան, թիթիարաղը, բայց այս ամեն ինչը բանա երկրորդական է։ Խնդիրն է, որ բուն խնդիր էլ չկա, դա ցավալին, դա ցավ պատճառն է, կարող է երբևէ Արցախում չլինել։ Հայաստանում էլ Սփյուռքում հազարավոր մարդիկ կան, որ երբեք Արցախում չեն եղել, բայց իմացել եմ, որ այդպիսի հարց կա եւ մտահոգված են եղել այդ հարցը։ Կարպիս, մինչև 44-օրյա պատերազմը շատ էիք խոսում խաղաղությունից, քարոզում էիք խաղաղություն։ Հիմա եք մտածում, որ հնարավոր է խաղաղություն այս հարևանների հետ նման պայմաններում, նման իրավիճակներում։ Այն ինչի մասին մենք խոսում ենք 44-օրյա պատերազմից առաջ, դա լրիվ ուրիշ բան էր։ Այսօրվա պսևդո խաղաղությանը ընդհանրապես համեմատության եզրեր չկա։ Հա, ինչ-որ մի օր հեռավոր ապագայում հնարավոր է հասնել խաղաղության եւ պետք է հասնենք խաղաղության, պետք է դրան ձգտենք։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, դա իսկապես խաղաղություն էր, խաղաղության գործընթաց է, դժվար գործընթաց է, խոսքը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին էր, ինչը իմ համոզմամբ Արցախը հայկական պահելու, իր վարչաքաղաքական ամբողջության մեջ պահելու միակ ռացիոնալ տարբերակն էր։ Գործընթացը օրվա իշխանության կողմից ոչնչացվեց, նրանք գնացին արկածախնդրության եւ հիմա եկել են, չգիտեմ, ինչ-որ անհասկանալի խաղաղությունից են խոսում։ Երբ սահմանին զինվոր է զոհվում եւ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Երևանը մերն է լինելու։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ խաղաղությունը չէր ենթադրում, որ պետքա կյանքի կոչվի, չէր ենթադրվում, որ պետքա կյանքի կոչվի Արցախը ոչնչացնելու գնով։ Այդ խաղաղությունը միտված էր նրան, որ Արցախը լինի շարունակական ու հարատև։ Այդ պլանը դա էր ենթադրում։ Իսկ այսօրվա խաղաղությունը պարզ չի, թե ինչի մասին է, հատկապես որ տեսնում ենք, որ չկա, որովհետև կերպ չկա խաղաղության մթնոլորտ։ Հայաստանի իշխանությունը կարծում է, որ եթե մի կողմ շպրտի Արցախի թեման, ոչնչացնի այդ հարցը, ապա Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց փաստորեն դա կեղծ թեզ էր եւ արդյունքում Հայաստանը կորցրեց ինչպես Արցախը, բայց իր սահմանները շարունակեցին մնալ կասկածի տակ։ Եթե չկա Արցախը, մտածում են խաղաղություն հնարավոր է լինի։ Դա դրանք քայքայիչ թեզեր են, որոնք անդադ տարածվում են Արցախցիների նկատմամբ, անդադ ատելություն է գեներացվում, ամեն ինչի մեղավոր Արցախն են դիտարկում։ Այս ատելությունը որտեղից է գալիս։ Դա ի սկզբանե աստիճանաբար սառնավորվել է մեր միջավայրում։ Քաղաքական վերնախավերն են հրահարում։ Գիտեք, դա շատ նորմալ է, որ օրինակ Երևանցին եւ Արցախցին կարող են հոգեբանորեն տարբեր լինել, որովհետեւ պատկերացրեք Երևանը մեծ քաղաք, մետրոպոլիա, այստեղ կյանքը լրիվ ուրիշ է, այստեղ հրետանին չի կրակում, այստեղ իսկ Արցախում մարդիկ ապրում են ռազմաճակատի պայմաններում, կրակոցներ, հրետանի, ամենօրյա սարսափի եւ վտանգի պայմաններում, ամենօրյա զինվորական կյանքի պայմաններում, բարձրաբար պետք է մարդիկ իրարից հոգեբանորեն տարբերվեն։ Անդադ փորձում են իրար երեսով տալ, ասում են, բանը, մեր երեխաները եկան զոհվեցին Արցախում, ձեզ համար դուք անշնորհակալ եք չգնահատում եւ հակառակ մեղադրանքն կա, մենք ենք պահում Հայաստանը, մենք ենք Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Այս կատեգորիկ պնդումներն ու պարզ չի, թե ով համար ավելի շատ արել եւ իմ համոզմամբ դա շատ սխալ է բաժանել ով համար, որտեղ եղել է միասնական հայկական միջավայր։ Ինչա տարանջատվում։
Այդ լարվածությունը ինչ որ առումով նաև օբյեկտիվ է։ Կարող է օբյեկտիվ լինել մայրաքաղաք, պերիֆերիա եւ այլն, բայց դա քաղաքական շրջանակների կողմից աստիճանաբար իրենց իշխանության պահպանման համար ինչ-որ թեզեր են կառուցվել, որոնք ատելություն են առաջացնում Հայաստանում։ Լիքը մարդիկ համոզված են, որ իրենց դժբախտությունների պատճառը ղարաբաղցիներն են, արցախցիներն են։ Եվ վստահ եմ նմանատիպ տրամադրություններ կարող են լինել արցախցիների նկատմամբ, որոնց էլ ինչ-որ շրջանակներ կարող են համոզել, որ հայաստանցիները ձեզ հանձնեցին, բայց այս ամեն ինչը միևնույն ազգի մեջ ատելություն գեներացնող քայքայիչ թեզեր են։ Արցախի հարցում Հայաստանի դերը շատ կարևոր էր։ Մեծ հաշվով Արցախի դերը այնքան էլ կարևոր չեղավ Հայաստանի համար։ Հայաստանի արտաքի, նաև ներքին քաղաքական խոսույթում գրեթե Արցախ էլ չկա։ Ինչպես եք պատկերացնում առանց Արցախի Հայաստանի ապագան։ Դե արդեն ապագան մենք տեսնում ենք անվտանգային քայքայված համակարգ։ Որ ասում եք Արցախ Հայաստանի դերը մեծ էր, վճռական էր։ Տեսեք, պատկերացրեք Հայաստանի ղեկավար, կապ չունի թե ով։ Երբ որ ինքը ստանձնում է պաշտոնը, ինքը մեխանիկորեն իր նավտրոյկաների մեջ արդեն ստանձնում է Արցախի հարցում բանակցողի կարգավիճակ։ Այսինքն դա եղել է Հայաստանի Հանրապետության թիվ 1 հարցը, եղել է Հայաստանի Հանրապետության ամենակարևոր հարցը եւ եղել է Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերություններում իմաստավորվելու հարցը։ Եթե նայենք, մենք մեր նկատմամբ ուրիշ հետաքրքրություն չի եղել առանձնապես մեծ։ Հայաստանի ղեկավարների հետ միջազգային դերակատարները խոսել են հիմնականում Արցախի հարցի մասին։ Եվ միայն Արցախի հարցի մասին։ Հիմա եւ իշխանությունը մտածում է, որ եթե մենք մնանք առանց որևէ հարցի, չունենանք որևէ մարտահրավեր, հանգիստ մեր համար կապրենք, բայց այդպես չի։ Այդպես չի լինում։ Այսինքն Արցախը եղել է մեր ամենակարևոր, ամենահիմնային հարցը։ Ունենք հիմա առանց Արցախ քայքայված համատանգային համակարգ։ Ես ավելի շատ հարցը նաև բարոյական տեսանկյունից եմ էլի դիտարկում։ Դա մեր ամենամեծ հաղթանակն էր վերջին 600 տարիների։ Մենք այդ հաղթանակին եկել էինք աստիճանաբար, հաղթանակի համար մեծ ջանք ու քրտինք էինք թափել ու մի քանի ժամում, մի քանի օրում ոչնչացրեցինք այդ ամեն ինչը։ Դուք Հայաստանի ներկայիս իշխանությանն եք աջակցում։ 2018 թվականին ընտրեցիք նրանց հազարավոր մարդկանց ձևակերպմամբ որպես Հայաստանը չարիքից փրկող ուժ։ Երբ տեղի ունեցավ շրջադարձը, ինչու փոխեցիք ձեր կարծիքը եւ երբևէ ձեզ մեղավոր զգացել եք այդ ընտրության համար։ Ես ինձ մեղավոր եմ համարում շատ բանի համար, բայց ոչ այնքան էս իշխանությանը սատարելու, որքան այլ ավելի կարևոր բաներ եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ երիտասարդությանը, այդ ինտելեկտուալ շրջանակներին եւ այդ թվում նաեւ ինձ մեղադրում եմ այդ 2010-ականների գեներացվող քայքայիչ դիսկուրսի համար։ Ես չեմ կարող ասել, որ արդարացի չէր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելը։ Պետք էր պայքարել, բայց այդ պայքարի մեջ մենք նաև շատ բան ոչնչացրեցինք։ Գիտեք, մենք որևէ մեկը հիմա պետք չի նաև ամբողջ պատասխանատվությունը բարթել Նիկոլ Փաշինյանին ընտրած մարդկանց վրա, 2018-ին հրապարակներին լցված մարդկանց վրա, որտեղ ով կարող էր պատկերացնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է այս ունով ընթանալ։ Բայց ներքին մեղքի զգացում, որ եթե սա չլիներ, ապա Արցախը չէր հանձնվի։ Իհարկե կապ կա։ Փաստացի նա, որ Արցախը հանձնել է հեղափոխության արդյունքում եկած ուժը եւ սա չի կարող ինձ համար, մյուսների համար չլինել ներքին ողբերգություն եւ փորձելու գոնե մտովի պատմությունը վերանայելու կարելի է 2018 թվականին մի քիչ ուրիշ դիրքավորում ունենալ, կարելի է պոպուլիզմի առաջ աչք չփակել։ Ես այն կարող եմ հիմա գլուգով, այսքան իմ մեղքը, այսքան ինքս իմ վրա ցեղ շփոթեցի, ասեմ, այն քիչ մարդկանցից մեկն եմ, որ խիստ քննադատության եմ ենթարկել Ստեփանակերտում նրա ելույթը։ Դա փաստերով հիմնավորված է, երբ որ Հայաստանում, Երևանում այդ ինտելեկտուալ կոչվող շրջանակները հռավառության մեջ էին։
ասում էին վերջապես։ Ես այն քիչ մարդկանցից չեմ, որ իսկապես շատ խիստ քննադատության եմ ենթարկել Նիկոլ Փաշինյանին Արցախը Հայաստանի եւ վերջ եւ մնացյալ հայտարարությունների համար քննադատության եմ ենթարկել նաեւ վերածննդի հրապարակում հավաքված այն արցախցիներին, ովքեր սուլում էին Բաքո Սահակյանին նրա խոսքի ընթացքում, հիշում եք, այդ հոդվածը ես գրել եմ առաջին էմի կայքում բազմաթիվ հարցազրույցներում 2019 թվականի վերջից սկսել եմ լուրջ քննադատել, հատկապես երբ որ բացահայտվեց այդ սուտը, երբ որ Լավրովը ասեց կա փուլային տարբերակ սեղանին, իրանք սկսեցին հերքել, արդեն պարզ էր, որ մենք գնում ենք պատերազմի, պարզ էր, որ նա բանակցությունները մտցրել է փակուղի, այդ ամեն ինչի մասին գրել եմ, նաև կարող ենք հիշել այդ Տավուշյան կոչվող արկածախնդրությունը, այդ ժամանակ ինձ cancel էին անում, ուղղակի չեղարկում էին, որովհետև էլի դա դիտարկում էինք որպես արկածախնդրություն, մի դիրքի համար, չգիտեմ, անհասկանալի բան, որը փոխակերպվեց Սարդարապատի, ավելի եւի մեծ նշանակություն տրվեց, քան Արցախյան առաջին պատերազմին։ Եվ ձեր գրառումներով, հարցազրույցներով միշտ ոգևորում եք պաշարված արցախցիներին, հիանում եք նրանց պայքարի ոգով, ուժով։ Հիմա ինչ կասեք ցեղասպանությունից փրկված, բռնագաղթած եւ ամեն ինչ կորցրած ձեր հայրենակիցներին։ Դե, եթե ոմանք կոչ էին անում, որ Բադրջան աճացնեն, ոմանք էլ հատուկ մայկաներ են հագնում վրան գրված իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականները կարող են իրար հետ բերել։ Բնականաբար մեզ համար հասկանալի էր։ Ես 44 օրյա պատերազմից հետո եւ ընդհանրապես 2018 թվականից հետո մենք բոլորս բախվեցինք մի շատ բարդ խնդրի հետ, թե ինչպես անել, որ ինքներս մեզ չկորցնենք մեր մարդկային դեմքը, չփոխակերպենք բարոյական ուռոդի։ Ցավոք սրտի շատ մարդիկ, ում հետ նաև ես ընկերություն եմ արել, չդիմացան այդ մարտարավերին եւ բարոյական ուռոդներ դարձան եւ այդ դրա դրսևորումը ո՞րն էր, երբ որ պաշարման մեջ գտնվող ցեղասպանված, հետո նաեւ ցեղասպանված արցախցիներին այդ պիտակներն էին կպցնում, մեղադրում են առանց կռվի Արցախը հանձնելու մեջ, այն դեպքում որ 700 ադրբեջանցի սպանվել, Սիվինեթի հետազոտությունը նայենք, որ իրենց հատուկ ջոկատայինները էլիտար ստորաբաժանումներից, այսինքն շատ դժվար էր մարդկային դեմքը պահել եւ այդ մարդկային դեմքը պահելու առաջնային դրսևորումներից մեկը պետք է լիներ առնվազն ապրումակցումը ողբերգության մեջ գտնվող արցախցիների նկատմամբ, բայց այստեղ իմ ձևակերպումը մի փոքր վիճելի է, որտեղ տպավորությունը ստեղծվում որ տառապանքը ողբերգությունը տարանջատվում է արցախցիների ու հայաստանցիների միջև ու Հայաստանի իշխանությունը հասավ դրան, որ այդպիսի գիտակցում լինի, երբ որ Արցախի հարցը դարձրեցին հումանիտար հարց եւ հումանիտար օգնություն են ցույց տալի կարծես թե ինչ-որ էթնիկական փոքրամասնության պաղեստինցիներին։ Բայց ուզում եմ ասեմ, որ սա մենակ արցախցիների ողբերգությունը չի, սա նաեւ հեռավոր Աշոցքում, հեռավոր Տաշիրում եւ ամբողջ հայկական իրականության բոլոր հայաստանցիների եւ բոլոր հայերի ողբերգություններ։ Հայ արցախցիները առաջնագծում էին իրանք են անմիջական ցավը եւ տառապանքը զգում, բայց սա բոլորին էլ եւ ամենևին էլ պետք չի այդ կատարվածը տարանջատել, սա իմ կարծիքով անթույլատրելի է։ Եվ հայ ժողովրդի ավելի քան 30 տարվա պայքարը ավարտված է համարում, եթե ոչ, ապա ինչ անել։ Եթե խոսքը կոնկրետ Արցախի մասին է, դա իմ ցանկությունն այն կլիներ, որ ավարտված չլիներ, բայց այս իշխանությունների հետևողական գործողությունների արդյունքում այդ հարցը փակված է, դրանից ցույց հնարավոր չի առանց մոտ ապագայում վերադառնալ։ Ես հիմա չեմ ուզում արցախցիների ականջը շոյող դրական բաներ ասեմ, ունենաց կեղծ խոստումներ, կեղծ ոգևորիչ խոսքեր ասեմ։ Այդ հարցը արդեն վաղուց Հայաստանի Հանրապետությունը դուրս է մղել։ Եվ միգուցե 44 օրյա պատերազմից հետո արդեն չէր կարող դուրս չմղել, բայց ամեն դեպքում պայքարը ավարտված չի։ Պետք է շարունակել պայքարել, բայց պայքարել լուրջ պայքարել։ Կտրվել այդ էմոցիոնալ զգայական խաբկանքներից եւ
թիրախավորել հողի վրա գտնվող իրական արժեքները, այսպես ասեմ։ Հավատում եք վերադարձին։ Արցախ վերադարձին ոչ։ Կուզեի ասել այո, բայց ոչ։ Ես չեմ ուզենա, որ մարդիկ Ալիևի վարչակազմի օրոք վերադառնան այնտեղ։ Բայց նաև չեմ տեսնում նաև ետ գրավելու հնարավորությունը։